Հովհաննես 14 Հիսուս ճանապարհ, ճշմարտություն և կյանք։ Ապա Հիսուս ասաց իր աշակերտներին. թող ձեր սրտերը չխռովվեն, հավատացեք Աստծուն, հավատացեք և ինձ։ Իմ հոր տան մեջ բազում օթևաններ կան, թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։ Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք և ճանապարհը։ Թովմասը նրան ասաց. Տեր, չգիտենք ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը։ Հիսուս նրան ասաց. Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք և իմ Հորը։ Այսուհետև կճանաչեք նրան և տեսել եք նրան։ Փիլիպոսն ասաց նրան. Տեր, Հորը մեզ ցույց տուր, և այդ բավական է մեզ։ Հիսուս նրան ասաց. Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպոս, և ինձ չճանաչեցի՞ր։ Ով ինձ տեսավ, տեսավ Հորը։ Իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե Հորը մեզ ցույց տուր։ Չես հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրը իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է անում գործերը։ Հավատացեք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրը իմ մեջ, եթե ոչ գոնե գործերի համար հավատացեք ինձ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանից ավելի մեծերը կանի, որովհետև ես գնում եմ Հոր մոտ, և ինչ որ ուզեք իմ անունով, այն կանեմ, որպեսզի Հայրը փառավորի Որդու միջոցով։ Ճշմարտության հոգին։ Եթե ինձ սիրում եք, կպահեք իմ պատվիրանները, և ես պիտի աղաչեմ Հորը, և նա մի այլ մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի, ճշմարտության հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեր մեջ պիտի լինի։ Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք կենդանի եք լինելու։ Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք իմ մեջ, ու ես ձեր մեջ։ Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա է, որ ինձ սիրում է, և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից։ Ես էլ նրան պիտի սիրեմ, և ինձ պիտի հայտնեմ նրան։ Հուդան, ոչ Իսկարիովտացին, ասաց նրան. Տեր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ, և ոչ թե աշխարհին։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք, ու նրա մոտ կօթևանենք։ Եվ ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում, և իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ Այս բաները ասացի ձեզ, մինչև ձեզ հետ եմ։ Իսկ Մխիթարիչը, Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի
եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ։ Քրիստոսի խաղաղությունը։ Խաղաղություն եմ թողնում ձեզ։ Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս։ Ձեր սրտերը թող չխռովվեն եւ չվախենաք։ Լսեցիք, որ ձեզ ասացի, թե գնում եմ եւ կգամ ձեզ մոտ։ Եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես հոր մոտ եմ գնում, որովհետև իմ հայրը մեծ է, քան ես։ Եվ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպեսզի երբ լինի, հավատաք։ Այլևս երկար չեմ խոսի ձեզ հետ։ Գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրա ոչ մի իշխանություն չունի։ Իսկ որպեսզի աշխարհը գիտենա, որ ես սիրում եմ հորը, այնպես եմ անում, ինչպես որ հայրը պատվիրեց ինձ։ Դե, վեր կացեք, գնանք այստեղից։